եթե չլիներ Կուրտուան, մի 5-0 կարող էր լինել։ Լիվերպուլը ապացուցեց, որ իրեն թաղելը դեռ շատ շուտ է։ Ասեց, նադա էլ եմ եղել, թողեք գնդակս տվեք, գնում եմ տուն։ Forbes-ը, որը համարյա կործանում էր Բարսային։ 4 գիշեր նորմալ քնել էր այս տղեն, առանց բարձր ճիչերի։ Դու խաղացել ես Բեկեմի հետ, քո կարծիքով ձեզնից ով ավելի սիրում, որովհետև իր մորթին դրսից են բերում արագ ու որակով։ Ռոնալդուն ասում է, մունդիալը ինչա որ, հայատի առաջնություն, 5-ից 6 խաղ։ Իսկ Մեսին այն համեմատում է իր երեխայի ծնունդի հետ։ Ողջույն բոլորին։ Երկու կարծիքներն էլ հարգում ենք, բայց սիրում ենք դրանցից մեկը։ Բաժանորդագրվեք եւ լայքեք։ Անպայման, որ ձեր սերն արտահայտեք։ Մադրիդի Ռեալը այս մրցաշրջանում երրորդ խոշոր մրցակցի դեմ ընկրկեց։ Լիվերպուլի դեմ խաղն ավարտվեց 1-0 հաշվով։ Մակալիստերը խփեց միակ գոլը, բայց եթե չլիներ Կուրտուան, մի 5-0 կարող էր լինել։ What? Արա այդ ով է այդ Կուրտուան։ Հերիք չի, երկու ձեռք, երկու ոտք ունի։ Անսահման բոյով է։ Մի բան էլ ասում են անհրաժեշտության դեպքում ակից լրացուցիչ ձեռքերը աճեցնում։ Այս խաղում նա ոչ թե Ռեալի կեսն էր, այլ 75%-ը։ 25%-ն էլ երևի վինին էր, չէ։ Հա, իր դերասանական տաղանդի համար։ Impossible journey since for the past 10 months and Բա Քոնոր Բրեդլին, նա նախ են կերկեզին ասեց նստի զամեն կերքեզ, երկրորդն էլ Վինիսիուսին ընենց փագեց, որ սա արդեն ամարյա սկսում էր վերադարձնել իր լացակումած անցյալը։ Աշկից Տրենտի ճամփով է գնում։ Չէ, չի գնում Ռեալ։ Սկսել է Լիվերպուլում լավ խաղալ, հասկանում եք, շատ ոսկի տղա է ու Լիվերպուլի սանա, բայց ինքը հաստատ չի ուզում, որ իրեն քրֆեն, էլի։ Անկեղծ ասած, ես մտածում էի, որ Ռեալը շատ ավելի լավ կխաղա, բայց մի Գրավենբերխի ու կես Մակալիստերի վերադարձը, հորա այդ ինչ ձև փոխեց խաղը։ Գրավենբերխը մի հատ ֆանտաստիկագույն ֆուտբոլիստ է, որը, չգիտեմ, ինչ ուզում անում է դաշտում։ Իսկ Մակալիստերը անգամ հասցրեց ծաղրել Տրենտին, նրա ձևով տոնելով միակ գոլը։ Տրենտը շատ խեղճ տեսք ուներ եւ նրա դեմքից չասեմ էլ ինչ էր թափվում, որովհետեւ ամբողջ Էնֆիլդը, գրեթե ամբողջ Էնֆիլդը նախ պայստայինների նստած ժամանակ էր մի հատ էլ առավել եւս երբ մտնում էր դաշտը։ Խաղից առաջ էլ ֆաները նրա պատկերով քաղաքային մուրալը վանդալիզմի էին ենթարկել տարբեր վատ արտահայտություններ գրելով։ Ինչ էին գրել, որ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Բայց կարծում եմ Տրենտի հանդեպ այդքան դաժան լինելը այդքան էլ արդար չէր, էլի, ասենք կարելի էր գրել Տրենտ դավաճան, բայց ոչ թե կռիս։ Արա խի, որ այն դեպքում, որ մարդը ակնհայտ կշերքա։ Բայց իրականում ինչքան էլ խոսանք այդ կարգի կրքերն ու էներգիան մենք չենք հասկանա, որովհետև մեր երկրում այդ մթնոլորտը, այդ մշակույթը երկրպագուական չկա ու կարելի ասել հիմար խոսում ենք էլի։ Ամեն դեպքում Լիվերպուլը ապացուցեց, որ իրեն թաղելը դեռ շատ շուտ է։ Այսքան շքեղ խաղ նա այս մրցաշրջանում չէր խաղացել։ Փոխարենը թաղման արարողություններ էր կազմակերպել Լուիս Դիասը Փարիզում։ Լուիսի Դիասը քո սրահում Լիվերպուլի փոխարեն Պարի Սեն-Ժերմենն էր պառկում։ Կոլումբացին նա խաղի մեկնարկին շքեղ 2 գոլ խփեց ու թաղեց փարիզեցիների հույսերը։ Առաջին խաղակեսում Բավարիան ֆանտաստիկ էր, ինչ ուզում անում էր, բարի բուն իմաստով, այն կարգի, որ Դեմբելեն ասեց, նադա էլ եմ եղել, թողեք գնդակս տվեք, գնում եմ տուն։
ու այստեղ լինենք անկեղծ, նախորդ սեզոնի Դեմբելեն այլևս չկա, նրան կրկին այցելում են վնասվածքները, խաղը չի համոզում։ Իսկ երկրորդ կեսում 10 հոգով մնացած Բավարիային Paris Saint-Germain-ը կարողացավ ինչ-որ ձև ճնշել, 1 գոլ հետ բերել, բայց դա էր առավելագույնը, Բավարիան հաղթեց 2-1 հաշվով, բայց ինչու էր 10 հոգով մնացել։ Եթե հիշում եք, ես ասացի, որ առաջին խաղակեսում նրանք անում էին ամեն ինչ։ Բարի բուն իմաստով։ Ու իհարկե Լուիս Դիասը ասեց, որ քիչ է 2 գոլը, մի հատ էլ կարմիր քարտ պետքա ստանամ ու կալմեջ արեց Հակիմին, ուղարկեց տուն, ինքն էլ գնաց հանգստանալու։ Եթե օրինակ հաջորդ խաղում Լուիս Դիասին փոխարինող կգտնվի Բավարիայում, ապա Paris Saint-Germain-ում Հակիմիի մակարդակի ֆուտբոլիստ իր դիրքում հավանաբար չի գտնվի։ Դա Լուիս Էնրիկեի համար լուրջ կորուստ է։ Սակայն եթե Հակիմին ֆանտաստիկ է, ապա ավելի ֆանտաստիկ էր Forbes-ը, որը համարյա կործանում էր Բարսային։ Ամենաաղքատակումների տասնյակում ա դրել։ Այդ Forbes-ը չէ գլոբ, Բրյուգեի Կարլոս Forbes-ը հարձակվողը։ Առաջին հայացքից Բրյուգե Բարսելոնա խաղի ֆավորիտը ակնհայտ է, բայց ինչպես ասում են, հաճախ առաջին հայացքը խապուսիկ է լինում։ Տեսնում ես դեմքից սիրուն ուժեղ, բայց 17-րդ րոպեի դրությամբ Բարսելոնան արդեն 2 գոլ էր բաց թողել եւ պարտվում էր 2-1 հաշվով։ Համեմատության համար ասեմ, որ Արսենալը, որը հերթական 4 խաղն անցկացրեց հաղթելով Սլավիա Պրահային, գոլ բաց չի թողել։ Հոռոմոսի թվերից այդ մեր թվարկությունից առաջ դա պատահական չի, քանի որ Հանսի Ֆլիկն ասել է. Ես չեմ պատրաստվում 1 գոլ խփել ու նստել պաշտպանությունում, դա իմ ոճը չի։ Դրա համար գերմանացուն կարելի է նստացնել գլխին ու ման տալ գեղեցիկ ֆուտբոլի ջատագով։ Ուղղակի, եթե այսպես շարունակվի, Բարսելոնան այնքան կուտի, որ կդառնա Էդեն Հազար։ Մյուս կողմից էլ Բրյուգեն խփում էր, Բարսան պատասխանում։ Պատասխաններից մեկը շատ շքեղ ստացվեց։ Այս խաղից առաջ արդեն 4 գիշեր նորմալ քնել էր այստեղեն, առանց բարձր ճիչերի ու խնդրեմ արդյունքը պարզ երևում է։ Բա որ տեսնես ընդպիճմանը ոնց է իրան ճաղում։ El equipo fue capaz de darle guerra al Elche, que por cierto hizo un muy buen partido. Դե ինչ առաջարկում եմ ծանոթանալ առաջիկա խաղերին, որից հետո Ռոնալդոյի հարցազրույցը ասես բռնում ենք ու քրքրում։ Նոյեմբերի 8-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում Տոտենհեմը կընդունի Մանչեսթեր Յունայթեդին։ Նոյեմբերի 9-ին կրկին Անգլիայում բոմբ Մանչեսթեր Սիթի Լիվերպուլ խաղի տեսքով։ Իսպանիայում Ռեալը հյուր կգնա Ռայո Վալեկանոին, Բարսան էլ կխաղա Սելտայի հետ։ Իտալիայում Ինտերը կընդունի Լացիոին։ Նոան կոնֆերենցիաների լիգայի փուլի 4-րդ տուրում պարտվեց չեխական Սիգմային այն դեպքում, երբ ասում էին, որ այս թիմը ամենահարմարն է Նոայի համար։ Չգիտեմ ինչ դեր պատճառը, գուցե Երևան ժամանած չեխերի վատ պահվածքը տրիբունաներում, բայց միևնույն է դա իրականությունը չի փոխում։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանական Ղարաբաղը 2-2 է խաղում Չելսիի հետ, միավոր տանում նրանից ու շատ հավանական է, որ նա կլինի Չեմպիոնների լիգայի փլեյօֆում։ Կարելի է մտածել այդ ուղղությամբ էլի։ Մինչ կքրքրենք Ռոնալդոյի հարցազրույցը, եկեք անդրադառնանք մի քանի Չեմպիոն լիգայական հետաքրքիր դրվագի։ Օրինակ Նյուքասլի կենտրոնական պաշտպան Դեն Բըրնը, որը մի քանի տարի առաջ հազիվ էր ռաժոկով էր մտնում սեփական մեքենան, այսօր Ատլետիկին հաղթական գոլ է խփում, այն էլ ինչ գոլ, այս գոլի համար մինիմում մի հատ նիվա պետքա նվիրվի համապատասխան մարդու կողմից։ Կամ օրինակ Արսենալի Մաքս Դոումանը Սլավիա Պրահայի հետ խաղում դաշտ մտավ ու գերազանցեց Յամալի ռեկորդը, դառնալով Չեմպիոնների լիգայում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Բայց պատկերացնում եք մի օր գալու, որ նորացիներն են իրենց նորամուտը նշելու։ Ինչպես խոստացել էի, ես նայել եմ Ռոնալդոյի հարցազրույցը Պիրս Մորգանի հետ, Պիրս Մորգանի հետ, որը բաղկացած էր 2 մասից, առաջինը իհարկե թողարկվեց առաջին մասը, որը 40 րոպե էր տևում
ու մեծ հաշվով ոչ մի սկանդալային բան։ Ռոնին ասաց, որ հպարտը առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը լինելու համար, բայց փողը կարևոր չի։ Ասաց, որ իրականում ինքը հասկանում է մարզիչներին, երբ իրեն փոխարինում են, քանի որ նրա փոխարեն հավանական է, որ ավելի թարմ ֆուտբոլիստ կմտնի։ Խոսեց կարիերան ավարտելու մասին, ասաց, որ պատկերացնում է դա շատ ծանր է լինելու, բայց դեռ հստակ ժամկետներ չի նշում։ Մեկ էլ պատմեց, թե ինչպես է առաջարկություն արել Ջորջինային։ Вообще ռոմանտիկ չի եղել։ Ու երբ ուզում էի փակել իմ թանկանոց նոթբուքը, եղավ երկրորդ մասի անոնսը, որտեղ նա ասաց. Աշխարհի առաջնությունը երազանք չէ։ Come on, Pierce։ Միթե դա ինձ պետքա, որ լավագույնը լինեմ։ Արդար չէ, 5-ից 6 խաղով որոշել, թե ով է լավագույնը։ Լուրջ։ Արա այս բարերով ինքը լրիվ արժեզրկում է մունդիալը, որին մարդիկ 4 տարի սպասում են, իսկ ինքը ասում է 5-ից 6 խաղ, հայաթի առաջնությունը դիչարա։ Իսկ գուցե ապահովագրում է իրենց հնարավոր ձախողումից։ Տարբերակ է։ Բացի դա, նա ասաց, որ Սաուդական լիգան ավելի ուժեղ է, քան իսպանականը։ Ես ավելի հեշտ գոլեր էի խփում Իսպանիայում, քան այստեղ Սաուդյան Արաբիայում։ Ուղղակի պարոն Ռոնալդո, հիշեցնեմ, որ դուք Իսպանիայում խաղալուց դեռ տակավին երիտասարդ ուժով լի, իսկ հիմա 40 տարեկան եք ընկեր։ Ինչ էլ ուզում եք արեք, միևնույն է, Բենջամին Բատոնը իրական կերպար չի։ Ամեն դեպքում այդ զրույցի ժամանակ բա մի նորմալ լրագրող չլիներ հարցներ, բա այդ դեպքում ինչի գնացիր Եվրոպայից ընկեր։ Այ ախպեր, սենց հարց տվողից ավելին սпасել պետք չի։ Դու խաղացել ես Բեքեմի հետ, քո կարծիքով ձեզնից ով է ավելի սիրուն։ Երկու հասուն տղամարդ, մեկը հասուն ու կես իրոք նստած սենց հարցեր են քննարկում։ Ես կարծում եմ ճիշտ է, գեղեցկությունը ամբողջականության մեջ պետքա նայի։ Բեքեմը սիրուն դեմք ունի, բայց ամբողջ մարմնով նա լավն է, իսկ ես անթերի եմ։ Պերֆետո։ Պատկերացրեք, ես ու նա կարմիր տրուսիկով քայլում ենք լողափին, ում վրա ավելի շատ ուշադրություն կդարձնեն։ Իհարկե իմ։ Արա ոնց կարա մարդը միլիարդատեր մարդը այսքան ինքնասիրահարված լինի ու սենց հարցեր քննարկի, չի սազում։ Այ մեզ սազում է։ Օրինակ ես կարող եմ ասել, որ գլոբինգի ընձուղտը ավելի սիրուն է, քան մեր գլոբը, որովհետև իր մորթին դրսից են բերում արագ ու որակով։ Եթե մի բան կա, որով հաստատ Ռոնալդուն առավելություն ունի Մեսսիի նկատմամբ, դա գեղեցկությունն է։ Իսկ մնացած հարցերում, օրինակ, առավելությունը Wayne Rooney-ին տալիս է Մեսսիին։ Ռոնալդուն հանճար է, բայց մեկը Մեսսին է լավագույնը։ Քրիշը սրան էլ պատասխանեց. Չգիտեմ դուք ոնց, բայց ես նրա աչքերում թախից զգացի։ But he still said Messi's better. No problem. But it's serious, I'm not mad with that. For me, it's okay. Not a problem, you know. I respect him. More when we play. Նա թախծում է նաև աշխարհում կատարվողից, չի կարողանում հեռուստացույց միացնել, նորություններ նայել, նրա վրա շատ է ազդում ու արդյունքում նա որքան էլ զարմանալի է, որքան էլ անպատկերացնելի, բայց համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարծում եմ Թրամփը կարող է խաղաղություն բերել աշխարհին։ Ես կուզեմ նրան հանդիպել, նա շատ զիլ տղա է, Դոնալդը։ Սա որ ուզում է Թրամփի հետ կփանա, հաստատ մի օր Պորտուգալիայի վարչապետ էլ կլինի, խոսքս հիշեք։ Ռոնալդուն իր կարծիքով լավագույնն է, իսկ ով է լավագույնը FIFA-ի կարծիքով։ Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հակիմին, Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն, Նունու Մենդեշը, Քոլ Փալմերը, Պեդրին, Մոհամեդ Սալահը, Ռաֆինյան, Վիտինյան ու Լամին Յամալը կպայքարեն մրցանակի համար, որ տանեն Լոմբարդ։ Իսկ գլխավոր հավակնորդներն են Քեյնը, Դեմբելեն եւ Լամին Յամալը։ Դուք էլ գրեք ձեր կարծիքով ում պետքա տան the best մրցանակը, շատ հետաքրքիր կլինի կարդալ։ Բայց ամենաարժանի տեխնացուին անգամ տասնյակում չեն ընդգրկել։ Անտոնին շարունակում է գմփացնել։ Ահա թե ինչ հրաշք գոլ է խփում Լիոնի դարպասը, որտեղ Բետիսը հաղթում է 2-0 հաշվով։ Այս անգամ էլ էսր, լավ էր թե վատ որոշելու եք դուք։ Համենայն դեպս ինձ մնում է ասել, որ եթե հավանում եք, ապա
կապիտալիզացրեք ձեր հավանումները լայքով, զանգակով, բաժանորդագրությամբ, փող ուղարկեք, մի խոսքով, ինչ կարաք անեք, արեք, որ մենք էլ զարգանանք եւ ավելի որակով եւ լավ կոնտենտ մատուցենք ձեզ։ Լավ եղեք, կհանդիպենք մի քանի օրից։